Ինչ է քեզ դրդեց մտնել մեր այս ծանր դաժան ոլորտ։ Քարը գլխավոր հերոսն է, բայց հետևում անընդհատ լինելու է իր կիրառումը։ Պատվերների շուկան ոնց է կազմակերպում։ Վաճառքները կան, ուղղակի մենք ամեն ինչով կզբաղվենք։ Չես կարծում, որ կարող է այդ հակադարձ ազդեցություն ունենալ։ Ինչ կլներ, եթե հյուսային պողոտան եթե սպիտակ լիներ, Տուֆային կոլորիտը պետքա պարտադիր պահել։ մարդիկ նույնիսկ Կորեային արտահանել հայկական տուֆը։ Հիմա վերջ այդ AI-ը լավ բան է, թե վատ բան է։ Ինստրումենտ է, պետք է ճիշտ իրան օգտագործել։ Ողջույն բոլորին, այսօրվա Stone Talks-ի հյուրն է Anytough ընկերության համահիմնադիր Հայկը Կարապետյան։ Հայկ ջան, ողջույն։ Ողջույն, Տանո ջան։ Երկար տարիներ, երկար ժամանակ աշխատել ես որպես տարբեր ընկերությունների, մեծ խոշոր ընկերությունների կառավարիչ, HighPost, Ozon ու ինչ է քեզ դրդեց մտնել մեր այս ծանր դաժան ոլորտ։ Ճիշտն ասած, չես էլ պատկերացնի, ղեկավարը ստիպեց, ես որ աշխատում եմ, հիմա աշխատում եմ Դելկրոզոնում, որպես գործադիր տնօրեն Հայաստանի ներկայացության։ Այդպես ստացվեց, որ անցյալ տարի մեզ ղեկավար նշանակեցին ամբողջ SNG-ի տնօրեն, մեծ կազմակերպություններում հիմնականում տարբեր ազգեր են աշխատում, ու այդպես ստացվեց, որ ամբողջ SNG-ի տնօրեն ադրբեջանցի նշանակեցին։ Այդպես ստրեսային պահ էր էլի մոտ, որ ամեն առավոտ ես պլիզեկուցեի, կապնվեցի ավելի բարձր ղեկավարության հետ ճշտելով, թե ոնց կարա սենց լինի եւ այլն։ Ասացին, խնդրում ենք փորձի, նորմալ կլինի ամեն ինչ զգուշացված է եւ այլն։ Բայց ինչեւ է, շատ լավ նորմալ աշխատեցինք, բայց իմ համար դա ստրես էր, էլի ամեն առավոտ ես շատ մանրակրկիտ պատրաստվում էի, որ հանկարծ ինչ որ մի հարց առաջանա դեպի մեզ։ Ու այդ ընթացքում ասի, չէ, ինչ որ ռեալ կյանքում էլ պետք է ռեալ բիզնեսի հետ, էլի, որ ամբողջ կյանքում թե Beeline-ում, թե ժամանակին Kiwi-ում, թե Megaphone-ում, թե վերջերս նաև HighPost եւ այլն ռեալ բիզնեսի հետ քիչ եմ առնչվել, հիմնականում telecom, banking, IT, AI ասի չէ, մի հատ ինչ-որ բիզնեսապես, որ ոնց որ միշտ աշխատի, հաց, շինարարություն, քար, ասի դե քար էլի, քարի բիզնես եմ ուզում։ Դե ճիշտ ասած Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակադեմիայում sense պատմում էի, ոչ մեկ չէր հավատում, որ լուրջ է, ասում դե քարի հանք եմ ուզում առնեմ, ծիծաղեցին, հələ որ արհեստական բանականություն ես ավարտե մագիստրատուրա, գնա գործով զբաղվի։ Ու իմ ընկերներին ասի դե քարի հանք որտեղից կարամ առնեմ ու եկան ասի դե կոնկրետ բլոկները չկան, բայց կա ապլիցովկի հանք։ Տեսի որ քանի որ քիչ էի հասկանում, բայց մտադրություն կար որ մեկը առնելու, վերցնենք։ Ես հիշում եմ, որ հիշում եմ, որ զանգեցիր, չեմ հիշում որտեղ, հա, Մատենայում ենք ծանոթացել։ Ճիշտ է, Մատենայի միջոցառման ժամանակ ենք ծանոթացել, տեղյակ չէի ընդհանրապես որ դու այդ ոլորտում ես։ Հետո հանդիպեցինք, որ սկսեցիր տենց բանով էնտուզիազմով, հա, հետաքրքրվել, պատմել բան, հետո գնացինք քո մոտ։ Իրականում որ այդ սկզբնական հատվածում նայում էի, մանավանդ տուֆի շուկան այդքան էլ զարգացած չի, այսինքն ինքը շատ զարգացած եղել է, հետո այս մոդեռն ոճի մեջ տրավերտին սև տուֆի համադրությունը ավելի մոդայիկ է դարձել, մեր հիմնական ծիրանագույն կարմիր տուֆերը ոնց որ մի քիչ հետ էին մղվել։ Ու այն պատկերացումները, այն ուժը, այն պատրաստակամությունը, հա, ներդրելու ու ներդրվելու այդ ամեն ինչի մեջ ինձ զարմացրել էր ու այդ հարցը ոնց որ այն ժամանակ չեմ տվել քեզ, հիմա առիթ կար ասի հասկանամ թե ինչից ես տենց որոշ եկաս այդ ոլորտ։ Լավ, եկար, հասար, գնեցիր հանքատարածքը, արտադրությունը ու ինչ խնդիրներ ունեցար։ Լսի, ամենակարևորը այն հայկական բիզնեսների ոնց էլ որ սկզբից ընկերներդ ասում են դու պրոբլեմ չունես։ Ընդհանրապես գումարը ներդրում արա, մենք ամեն ինչ կանենք, վաճառքները կան, ուղղակի մենք ամեն ինչով կզբաղվենք։ Այդ մենք գնացինք, ես համահիմնադիր եմ, ընկերոջս հետ Գևորգի Խանգելիձյան, ու գնացինք իմ մյուս այլ բիզնեսով, Satisfy-ով, արհեստական բանականությունով աշխատող հաճախորդների գոհունակության պլատֆորմով, գնացինք Լաս Վեգասի Expo-ի։ Հետ եկանք ու գրեթե ոչ մի բան էլ չէր աշխատում, մինչև այդ ինչ որ գնել ենք, ու այդ ստիպված կպանք գործին հասկանալով թե ինչ է, այդ ժամանակ ոնց որ ճիշտ ասած ես եկել եմ քո հետ ծանոթացել ոչ թե Մատենայում,
այլ քո կազմակերպած բանում այդ event-ին, երբ որ մեծ համերգ էր քո հանքում ու մենք եկանք, այնտեղ ուղղակի մեզ ծանոթացրեց Մատենայի Ռուբենը։ Ռուբենը ծանոթացրեց, շատ շոկ էր, հիշում եմ, մենք ինչ-որ կոկտեյլներ էինք խմում, մեր առաջ անգամ տրավերսինի հանքում էինք շատ Ստոնֆեստի ժամանակ ենք ծանոթացել, ճիշտ է։ Հիշում էի, որ Մատենայի հետ ուղիղ կապ ունի, բայց տեղը չէի հիշում։ Ու բանը, ասենք լավ, թանկ տեսնենք ով կա այս ոլորտում, մի անգամից միություն, այդ ժամանակ այդ միության թեման էր, ասա, ահա, մենք պետք է տենք այս մարդկանց մոտ տեսնենք, որ մեզ սովորացնեն ու ինչ ենք անում։ Դե հետո խնդրեցի դու եկար տեսար թե ինչ այդտեղ կատարվում ու հիմա արդեն ահագին բան ենք ոնց որ հասկանում։ Ամենագլխավորը տեխնոլոգիան, որովհետև մինչև մեր գալը այդտեղ տրակացնում էին, ասենց ասեմ, էլի, տրակացնում էին, հետո դե parza վերջնական պրոդուկտի վրա այդ ինչ էֆեկտ է տալիս, թե թափոնների տեսանկյունից եւ այլն է, որ անցանք ստիպված վերցրեցինք նոր էքսկավատոր լիզինգով, քանի որ պետությունը հատուկ ծրագրեր ունի լավ տոկոսով վերցրինք այդ էքսկավատորը, հետո անցանք նոր տեխնոլոգիաների, այդ նոր հոսքագծերի լիզինգ վերցրինք, այնպես որ մանրից ամեն մյուս քայլով ավելի շատ խրվելով այդ բիզնեսի մեջ, հիմա բավականին մեծ է։ Այն ժամանակ որ դու եկար նայեցիր, մենք օրական արտադրությունը ընդհանրապես 70 քառակուսի մետր սալիկ էինք արտադրում, հիմա օրական մինչև 300 քառակուսի կարողանում ենք վերջնական պրոդուկտ։ Լուրջ արդեն արտադրողականություն է։ Իրականում ես քեզ ասեմ իմ կարծիքը, շատ կարճ ժամանակահատվածում դուք ձեր ընկերությունով լավ առաջ եկաք ու հիմնական բանը իմ կարծիքով մարքեթինգային ճիշտ գործիքներ կիրառելն էր, ճիշտ արշավներ, էքսպոների մասնակցություն, լավ սիրուն ֆոտոշութեր ու այդ ամեն ինչը շատ գեղեցիկ ուպակով կարեց, որը մեր ոլորտի համար շատ քիչ դեպքերում է պատահում իրականում, բայց ինձ թվում է այդ գալիս է արդեն քո նախնական, սկզբնական կառավարչական մոդելներից է այդ սկիլը սենց ասած քո մեջ նստած ու իրականում մի տարվա ընթացքում դե մենք նաև համագործակցում ենք ակնհայտ է, զարգացման տեմպերն ու մեծությունները, մի քիչ կմանրամասնես ավելի շատ զարգացումը ոնց եղավ, պատվերների գշուկան ոնց է կազմակերպում ու այդ ամբողջ process-ները։ Քանի որ ոչ մի բան չգիտեինք, մենք ոնց որ բոլոր ուղիները միանգամից սկսեցինք փորձել, որ տեսնենք որտեղից պատվերներ կունենանք, սկսած list AM-ից, որը աշխատում է, ինքը փոքր շուկա է։ Ես հիշում եմ առաջին մեր հանդիպումներից, որ ինձ ասել լավ, ձեր թիրախային շուկան ո՞րն է, ամենացավալին ես որ մեծ կազմակերպություններում աշխատելուց իմ համար ամեն ինչ ակնհայտ է եղել, ինչ ենք անում, այս բիզնեսում անհասկանալի էր։ Հիմա մեր թիրախային շուկան ո՞րն է։ Հիմա գործից ելնելով եկե հասել ենք նրանք, որ եթե ծավալային նայենք, ծավալային իհարկե մեծ կազմակերպություններն են, մեր այսօրվա պատվիրատուները, B2B սեկտորն է, որին reach out ենք անում ուղիղ direct sales-ով, ունենք աշխատակից, ով զանգարում է, բազաներով շփվում է, հիմնադիրներն են, նաև Գևորգն է շատ շփվում կառուցապատողների հետ, բայց այնտեղ բարձա որ մարժան ավելի ցածր է, ոնց որ դու այն սկզբանե ներկայացնում ես, բայց նաև դու ոնց որ սովորում ես, որտեվ այս նոր օրենսդրությունից ելնելով այդ վենտիլացվող ֆասադներն են եւ այլն, մենք փորձելով տարբեր գործիքներ եկանք հասանք նրան, որ հիմնական մեծ ծավալը տալիս ենք կառուցապատողներին, բայց կողքից ունենք իհարկե փոքր պատվերներ, ուղիղ սեփական տներ կառուցողներից եւ այլն։ Դեռ չենք աշխատում դրսի շուկայի վրա, այսինքն աշխատում ենք մեր միության միջոցով, վաճառքները մեզ օգնում են դա վաճառել, արտահանում են, բայց կայքը երբ որ պատրաստ լինի, պլանավորում ենք նաեւ արդեն մեր պրոդուկցիան է պատրաստ կլինի նաև արտահանել, էլի, որովհետև այնտեղ մարժան ավելի բարձր է, այստեղ ցածր է, սոցցանցերն ենք դե օգտագործում, parza որպեսի կարողանանք ներկայացնել հիմա ամենահարմար գործիքներից մեկն է։ Ֆոտոշութինգ ենք նոր արել, մի քիչ այլ ոճի մեջ, Երևանի մեջ, տարբեր մեր քարի ոնց որ ներկայությունը, քարը գլխավոր հերոսն է, բայց հետևում անընդհատ լինելու է իր կիրառումը հայտնի շենքերի հետ։ Պրովոկացիոն ֆոտոշութինգ էլ ունենք, բայց դա չարեցինք, կոչվում էր ինչ կլիներ, եթե եւ այնտեղ AI-ի միջոցով փորձարկել էինք, օրինակ մեր գլխավոր ինչ-որ եկեղեցիները նորավանքը օրինակ եթե լիներ սպիտակ տրավերտինից, կեսը արած է տրավերտինից, կեսը ինչպես կա, ցույց տալով որ մենք պիտի Իսկ ինչի չարեցիք։ Ճիշտն ասած մեր PR-ը մի քիչ դեմեր ասում կարող է նեգատիվ լինի, բայց
պահած կա էլի, ոնց որ պատրաստ լինենք, ոնց որ ուզում ենք ասենք ժողովուրդ պիտի մերը ավանդականը պահպանենք, շատ լավ է, որ սպիտակը ու սևը համադրությունը հիմա պոպուլյար է, բայց մենք չենք լինի, դա շատ սիրուն կլինի, բայց ոնց որ դու աուտենտիկությունը կորցնում ես այս ամերը։ Բայց եթե վերցնենք օրինակ Շուշի եկեղեցին, ինքը սպիտակ է, իհարկե տրավերտին չի, բայց սպիտակ եկեղեցի էր, չես կարծում, որ կարող է այդ հակադարձ ազդեցություն ունենալ։ Դե շատ սենսիտիվ թեմա է դա, որովհետև հիմնականում եկեղեցիների հետ էր կապված ու կարող նեգատիվ լներ, դրա համար բաց թողեցինք, չնայած ունենք նաև Երևանի քաղաքապետարանի հետ, ինչ կլներ, եթե հյուսային պողոտան, եթե սպիտակ լիներ, շատ գեղեցիկ է, բայց արդեն ոնց որ Երևանը չի, էլի։ Էդ էր, կարող է մի օր այդ արշավը անենք, սենց ասեմ, երբ որ դու նոր ես, որպեսզի հասկանաս ինչն է աշխատում, ոնց որ ամեն ինչ մի քիչ փորձես, փոքր, որ հասկանաս ոնց է լինում։ Այս օրվա դրությամբ չեմ կարող ասել, որ ինչ-որ խնդիր ունենք պատվերների հետ, որովհետև կարողացել ենք դիրքավորել այս շուկայում, շատերի մոտ որ գնում ես խոսելու, իրանք որ խոսում ես, դուք հաստատ քարի բիզնեսով եք զբաղվում, դուք ոնց որ իրանց պատկերացումը ուրիշ է, էլի, որ քար արտադրողը Ես շատ լավ գիտեմ մարդկանց պատկերացումը քար արտադրողների վերաբերյալ ինչ վիզուալ, ինչ արտաքին տեսք ու ընդհանրապես խոսելաձև են իրանք պատկերացնում։ Հիմա հենց մեր հաղորդաշարն էլ դրան է նվիրված, որ նաև ինչ որ մի կերպ ցույց տանք, որ այդքան էլ տենց չի։ Մեր մեջ կան շատ գրագետ մարդիկ, մեծ անցած ճանապարհով, երկարատև անցած ճանապարհով ու պետք չի մեզ տենց վերաբերվել էլի։ Լսի, ես լինելով տրավերտինի ոնց որ շուկայի մեջ, դու գիտես, որ մեր արտադրությունը մենակ տրավերտին է վերամշակում, ես ջատագովն եմ դրա ու շատ եմ խոսում դրա մասին, որ Երևանի ճարտարապետությունը ու հին Երևանի, այդ տուֆային կոլորիտը պետքա պարտադիր պահել։ Միշտ դրա մասին խոսում եմ ու գիտես, որ միության շրջանակներում համագործակցում ենք նաև ճարտարապետների միության հետ ու ուզում ենք մի հատ ծրագիր անենք, որտեղ որ հենց ցույց կտանք, որ հին ճարտարապետությունը ու հին Երևանը, սենց ասեմ, առանձին նորակառույց շենքերը շատ լավ բան են, շատ տնտեսության համար շատ մեծ զարգացում են տալիս, գեղեցիկ շենքեր, պրոյեկտներ շատ կան, բայց դա կարելի էր իմ կարծիքով լինել առանձին, ինչ որ մի հատ քաղաքի կամ թաղամասի տեսքով, իսկ բուն կենտրոնը, փոքր կենտրոնը պետքա պահպանվեր հին Երևանյան տուֆային կոլորիտում։ Ես լարակոտ համեմատ եմ, վերջի քո ոդքասթներ որ նայեցի, Փարիզի օրինակներ բերում, շատ ճիշտ է, նույն Բրյուգեն որ գնում ես, Բրյուգեում կարա ինչ է, այդ քառակուսի մետրը ինչ գինի արժի, ուրիշ բան կառուցեն, չէ։ Դու կոնսիստենտ պետք է լինես, էլի։ Այդ կոնսիստենտությունը շատ կարևոր է։ Եվ հուսամ նոր հատակագծով ճարտարապետական ջանքերը, որ ճարտարապետների աշխատանքը դու տանում ես, կբերի նրան, որ ավելի մեծ ֆոկուս կլինի։ Ես էլ եմ գտնում, որ հա տրավերտինը ես շատ եմ ճիշտ ասած սիրում, բայց դա էլ իր տեղն ու դերը պետք է ունենա։ Եթե դու տեսնում ես տուֆ հետո արանքում մի հատ ինչ-որ սպիտակ, դաժե ոչ տրավերտին, կերամագրանիտ Երևանի մեջտեղը, չգիտեմ։ Այդ որակական բաները, օգտագործման ձևերը, կերամագրանիտ, թե բնական քար ու ամենազարմանալին ու այն որ ես տենց շատ բան եմ եղել, եթե անցել ես Դալմայի հետևի Երևան պարկի փողոցով, տեսած կլինես տրավերտինե շենք, որը շատ սպիտակ է, բայց երբ որ մոտիկանում ես շենքին, տեսնում ես, որ լատեքսով ներկած է այդ շենքը, այսինքն քարը շարել են, վրայից սպիտակ գույնի ներկով ներկել են, այդ ահավոր բան է ու մոտավորապես 1 տարի, մի սեզոն, 2 սեզոն լավ մաքսիմում անցնելուց հետո դաժե այն բնական տրավերտինի տեսքը չի մնալու, շատ ավելի վատ տեսք է ունենալու, բայց մարդիկ երևի թե չեն պատկերացնում ոնց է պետք է աշխատել քարի հետ ու շատ դեպքերում մենք ունենում ենք նաև հենց այդ խնդիրները, որ օգտագործման, պահպանման թերություններ կա ու հետո դառնում է, որ մեր քարը անորակ է։ Խոսանք որակական հատկանիշներից քարերի։ Շատ են խնդիրները, որակական անհամաձայնություններ, պատվիրատու արտադրող, ինչ կարծիք ունես, ինչքանով է դա ճիշտ ու ինչքանով է դա արտադրողի պարտականությունն ու մեղքը, սենց ասած։ Ճիշտն ասած, օրինակ ես վերջերս մենք кейս ունենք այդպես, որ ամերիկահայ էր, նրա ճարտարապետը նկարել էր, որ սալիկները գետնի հատակի պետք է լինեն
այդ մեր ծխախոտագույն, հա, տաբաչնի կոչվածը։ Ես ճիշտն ասած շատ երկար եմ համոզել, որ մի արեք ժողովուրդ, դա հա ինչ որ ժամանակ կարա լինի, բայց հետո ինքը քայքայվելու է ու դուրս գա։ Գրավոր եմ արդեն վերջում իրանցից ստացել համաձայնություն, որ մենք գիտենք, բայց մենք սենց ենք ուզում։ Ինձ թվում է արտադրողի պարտականությունն է զգուշացնել, որ չգիտեմ, այդ չօգտագործեք ջրի տակ, չգիտեմ, վաննայում շարժի դա անել, ոտի տակ եթե անելու եք պատրաստ պետք է լինեք, որ դա փչանալու է, կամ ինչ որ հատուկ ձևի պետք է դա ինչ որ լաքերով կամ ինչ որ ձև պահպանեք, որ ջուր չգա ներսում, ձմեռը չլայնանա եւ չճաքեսնի եւ այլն։ Բայց ամենակարևորն է նա, որ հաճախորդն էլ պետք է հասկանա, որ այդ միանգամյա չի։ Ինքն ես որ շփվում եմ, խոսում եմ, հիմնական մասը մտածում է, որ եթե մի անգամ լաքապատում իրականացրեց կամ այդ իզոլյացիան իրականացրեց, всё, դրանով ինքը հարցը լուծեց, անցավ առաջ, բայց ցանկացած քիմիական նյութ, ցանկացած լաք ունի իր ժամկետը ակտուալության։ Ինքն օրինակ տրավերտինի մի լաքի պարագայում, որը կոչվում է գիդրաֆոբ, ինքը իր որակական հլհատկանիշները դնենք մի կողմ, մենք օգտագործենք տեղական, իտալական, գերմանական այդ մի կողմ, դրա հետ էլ մենք ունենք խնդիր, քանի տարի հետո իրան նորից պետքա մշակենք։ Իսկ այդ բյուջե է։ Շատերը այդ չգիտակցելով ոնց որ գնում են բնական քարի վրա, բայց այսօր լաքերը տեղ-տեղ շատ ավելի թանկարժեն, քան հենց ինքը քարը։ Համաձայն եմ, դրա համար ոնց որ ճիշտ ասած հիմա կենտրոնացել ենք, մեզ շատերը առաջարկում են, բա չգիտեմ, տրավերտին կտրեք բան, մենք ասենք ժողովուրդ, մենք դաժե անուն ենք կազմակերպության դրել Anytaf, մենք կենտրոնացել ենք տուֆի վրա, ինչ որ ժամանակ հետո կարող է հետը կարողանանք, չգիտեմ, բազալտ վաճառել, որովհետև ինքը կոմպլեկտով է առաջի հարկի ցոկոլի համար գնում է, բայց ոչ, մենք կենտրոնալու ենք բոլոր տեսակի տուֆերի կատալոգն էլ այդ մայձով ենք պատրաստում, որ միջազգային մակարդակի կատալոգ լինի, հենց հայկական տուֆի վրա մենք կենտրոնանանք, փորձենք մաքսիմալ իրան մշակել այն կերպ, որ չհամաչենք, էլի հիշում եմ, որ իմ համար շատ մեծ բան էր, դասեր, երբ որ դու ասեցիր եկար, ասիր այս ստանոքներովդ Չասիր մի հատ աղջիկ կա, ես քեզ կծանոթացնեմ հետը, որը Ֆրանսիա, Դուբայ արտահանում է, բայց այս որակով, չես կարա էլի ոնց որ բան անես։ Մենք հիմա գնում ենք այն ուղղությամբ, որ մեր այդ ստանոքների մակարդակը նես դառնա, թե փաթեթավորման տեսանկյունից, որ մենք կարողանանք լավագույն որակի նայելուց ոչ մի վատ բան այդ քարի վրա չգտնենք ու մենք չհամաչենք մեր քարից, էլի։ Հիմա այդ ուղղությունն է, հիմա այս տարի Հայաստանի հետ կապված բոլոր հարցերը կլուծենք, էֆեկտիվ արտադրողական լավ ասեցիր Հայաստանի հետ կապված բոլոր հարցերը կլուծենք ու մտածենք ոնց ենք արտահանում, էլի, որ Հայաստանում գոնե ոնց որ այն մակարդակի հասած լինենք, որ մենք մեզնով գոհ լինենք, էլի։ Արի խոսանք մի քիչ կոնկուրենցիայից։ Տուֆը ինչքան էլ որ մի քիչ հետամղված, բայց արտադրողները շատ են, կոնկուրենցիան մեծ է, կան ընկերություններ, որոնք օգտագործում են եւ տրավերտին, եւ բազալտ, եւ տուֆ միախառը, դու գիտես, որ ես դրան դեմ եմ, բայց կան ընկերություններ, որոնք մշակում են։ Ինչ խնդիրների առաջ է կանգնում կոնկուրենցիայի վերաբերյալ, այսինքն նույն ստանդարտ մոդելն է աշխատում, գնի վրա ոնց որ ռուսերեն պետք է ասեմ վարի ռվեց անել, թե կա ինչ որ ուրիշ մոտեցումներ, կոնկուրենցիա եք անում, թե համագործակցում եք։ Հիմա ես անցյալ տարի էլ, երբ որ պատվերներ են լինում, որը մենք չենք կարող կամ մեզ այդքան հետաքրքիր չի, որ մենք ինքներս իրագործենք, կողքի գտնվող փոքր ավելի ցեխերին ենք տալիս, օրինակ բրուշատկա մենք չենք կտրում, երբ որ պատվերը ստանում ենք, տալիս ենք կողքի ցեխերն են կտրում, մենք օգնում ենք այդ իրացնել, բայց ամենակարևորը կոնկուրենցիայի մասով այնա, որ կան շատ փոքր խաղացողներ, որոնք դա մարդ բիզնես է, էլի, այսինքն ինքը աշխատողի խնդիր չունի, ինքն է հենց աշխատողը, ինքն է վաճառողը, հուսանք, որ ինքը ածե է գոնե, ու քո ծախսերը, ով որ այնտես է վճարում, կամ ինչ-որ աշխատողների աշխատավարձը օրինական վճարում, անհամեմատելի է այդ մարդկանց հետ, ու իրանք կարան իրանց թույլ տան գին գցել։ Իսկ եթե գին են գցում, ծավալային իհարկե իրանք չեն կարող նույնպես քոպես ինչ-որ մեծ ծավալներ տալ, բայց երբ որ թեկուզ փոքր ծավալ, չգիտեմ 100 քառակուսի մետր մեկը գնում է ավելի մի 1000 դրամ ավելի մաչելի գնով, տեղ-տեղ 1500 ավելի մաչելի գնով, քան դու ես տրամադրում, այդ շուխուրը շատ արագ ծավալվում է, Հայաստանը փոքր է,
մեկը որ ասի այսքանով եմ առել ու իսկապես այդքանով է առել, այլ ոչ մեկ չի խորհրդանալու, թե արդյոք դա նույն հաստությամբ կալիբրովանի քարեր կամ արդյոք շլիֆովկային արվել է նորմալ շլիֆովկա, թե ուղղակի սղոցի հետքերն են վրայից հարել եւ դե տատանումներ կա։ Արդյոք կարող է այդ նույն մարդը տար, չգիտեմ, 1000 քառակուսի մետր, թե այդ վերջի 100 քառակուսիները, որ ինքը արտադրել է։ Այդ տեսանկյունից խնդրեմ է, որտեվ գին է գցվում։ Իսկ եթե դու չունես ստաբիլ գին, չունես համապատասխան գին, դժվար է ներդրումներ կատարել քո հիմնական միջոցների մեջ։ Իսկ հիմնական միջոցների մեջ ինվեստիցիա եթե չես անում, դու մրցունակ չես լինի միջազգային շուկայում։ Պրինցիպը, այսինքն ես գտնում եմ, որ այս շատ լավ թեմա է, փորձել հայկական քարը, ոնց որ իտալացիք իրենց քարն են դիրքավորել, ճիշտ դիրքավորել այն շուկաներում, որտեղ մենք կարանք առաքենք։ Թեկուզ Դուբայում, Սաուդյան Արաբիայում, որտեղ որ կամ գիտեմ որ մարդիկ կան նույնիսկ Կորեային արտահանել հայկական տուֆը բլոկների տեսքով։ Ուղղակի դրան պետք է հասնենք, մինչև Հայաստանում չկարողանանք մինչև վերջ դիրքավորենք, մեր տեղը զբաղեցնենք, դրսի մասին խոսալը այսօրվա որակով շուտ է։ Տեղական շուկայի այդ կոնկուրենցիային մի հատ sense բան անենք, իսկ չես կարծում, որ դու հենց պետքա տարբերվես այդ քո թվարկած մնացած ընկերություններից նրանով, որ հենց քո հետ համագործակցելու համար մարդիկ պետքա պատրաստ լինեն ավելի թանկ վճարել, քան շուկայական արժեքն է։ Տես, երբ որ մենք սկսեցինք մեր արտադրությունը, դե գիտես, հանքը ավելի շուտ է եղել, քան արտադրությունը, այն ժամանակ տրավերտինի մի քառակուսի մետրը լավ որակի տրավերտինի քառակուսի մետրը արժեր 6500 դրամ 3 սանտիմետր հաստության համար։ Ու իհարկե գումարած ավելացված արժեքի արկա։ Ու այդ նույն պրինցիպով, ոնց որ դու ներկայացնում ես, աշխատում է նաև տրավերտինի շուկան։ Բայց երբ որ մի քանի ընկերությունով կարողացանք ոնց որ այդ ամեն ինչից մեզ տանել մի քիչ այն կողմ ու ասել, որ օքեյ, շուկան կա, կարաք գնեք այդտեղից էլ, եթե ուզում եք գնեք որակյալ չունենաք ժամանակի խնդիր, ներվային համակարգի խնդիր եւ այլն, կան ընկերություններ, ովքեր դա ձեզ ապահովում են ու դա գումար արժի, որովհետեւ այդ ընկերության համար ինքնարժեքը շատ ավելի բարձր է։ Այսինքն այդ կետում մեր ինքնարժեքը հավասար էր, կարող է մի քիչ էլ անգամ բարձր էր, քան շուկայի վաճառքի գինը։ Բայց երևի թե 3-4 ամսվա, կամ մաքսիմում 6 ամսվա ընթացքում ինքը այդ տարբերակը աշխատեց ու եւ գնի բարձրացում եղավ եւ դրանով մենք ստիպեցինք կարելի է ասել նաեւ մեր մյուս արտադրողներին, որ վերանայեն իրանց պրոդուկտն ու որակն ու ժամկետները, որպեսզի կարողանան իրանք էլ ավելի բարձր գնով վաճառել, ու եկանք նրան, որ 2-3 տարվա ընթացքում տրավերտինի մի քառակուսի մետրը միջինը հասավ 10-12000 դրամ քառակուսի մետր արժեքին։ Այդ տրավերտինին ոնց որ վերաբերվող կարողա փորձես տուֆն էլ տենց անել։ Շատ լավ օրինակ է, մենք ոնց որ առաջի քայլը արել ենք, անցյալ տարի մենք մեր արտադրանքի մոտավորապես 70%-ը վաճառում էինք որպես հումք։ Մենք այս տարի հումքը 20% բարձրացրեցինք գինը, իսկ վերջնական պրոդուկտը 10%-ով բարձրացրեցինք։ Դա բերեց նրան, որ այս պայծրությամբ մեզանից ոչ մեկ հումք չի գնում, բայց մենք մեր ամբողջ արտադրանքը վերջնական արդյունք ենք բերում, այսինքն վերջնական սալիկ ենք արտադրում ամբողջովին։ Ու գինը այդպես բարձրացրեցինք մենք։ Հումքի գինը։ Հումքի գինն էլ սալիկին է, բայց հումքինը էլ ավելի բարձրացրեցինք, որ վերջնական պրոդուկտը ավելի հետաքրքիր ներ գնելը, քան թե հումք գնելը։ Ու պատրաստում ենք այդպես պահենք ու ինձ թվում է շուկան պետք է գա նրան, որ մրցունակ լինեն նրանք, ովքեր ունեն թե հանք, թե վերջնական արտադրություն։ Այդ դեպքում ամեն ինչ կաշխատի։ Իսկ վերլուծություն արել ես, որն է ավելի շահաբեր, հանքը թե արտադրությունը։ Դե ճիշտ ասած, եթե շատ ճշգրիտ հաշվարկես, շատ ճշգրիտ, ինձ թվում է պլյուս մինուս նույն բանը պետք է լինի, ուղղակի նաև դա կախված է բանից, քո ասենց ասեմ, գնագոյացումից դու ինչ ես այս պահին, ինչքանով ես վաճառում այդ քո ապրանքը։ Հիմա մեր մոտ 50-50 է, այսինքն եթե մարժան հաշվենք ընդհանուր միջինը 30%, 15-15 է լինելու ընդհանուր շեյրի մեջ էլի, բայց գլոբալ առումով
մեզ ուղղակի որպես լավ օրինակ չի կարելի ասել, որովհետև եթե դու ինչ-որ բան սովորում ես կամ նոր ես մտնում ինչ-որ մի սեգմենտ, օրինակ մենք մինչև այդ վենտիլացվող ֆասադների համար գործ չենք արել, ու առաջին մեր գործը պարզապես շատ ավելի ցածր գնով է, որտեղ մենք էլ ենք սովորում։ Հետո պարզ է, որ սովորենք, դա էլ է բարձրանալու, նաև որովհետև դու ինչ-որ մի ձև քո վարկային պարտավորությունները պետք է կարողանաս փակես եւ այլն։ Բայց գլոբալ առումով ինձ թվում է շուկան տեղ պետք է գնա, որ վերջնական ցիկլի լինեն կազմակերպությունները հանքից մինչև վերջի կետը, դեռ մենք այլ բաներ չենք անում, ինչպես ասենք հին կազմակերպությունները, որոնք արդեն շատ հաստոցներ ունեն, չգիտեմ 3D եւ այլն, կոնկրետ կենտրոնացել ենք նեղ սեգմենտի վրա, սալիկների վրա։ Դա իրականում քո ստրատեգիկ նպատակներից է բխում, եթե դու վերցրել ես քեզ որպես ուղղություն B2B սեկտորը, այսինքն կառուցապատման ոլորտը, քեզ այս պարագայում 3D հաստոցներ, քանդակներ, բան այդքան էլ անհրաժեշտ չեն, որովհետև գիտես, որ ոչ բոլոր կառուցապատողներն են ծանրացնում ու թանկացնում, շենքը, դրա համար B2C սեկտորում կարող է եւ իմ հարցը ի սկզբանե ես հիշում եմ, որ այդ հարցը քեզ տվել եմ այն ժամանակ, հենց վերաբերվում էր հաստոցային պարկի թարմացման, ինչ հաստոցներ գնել, որ ինչ պրոդուկտ ստանանք, հենց միտումը այդտեղ էր։ Երբ որ դու աշխատում ես B2C սեկտորի վրա անհատների հետ, սեփականատերերի հետ, դիզայներների հետ, ուզես թե չուզես, դու պետքա բավարարես իրենց պահանջները ու քեզ պետքա լինելու այդ հաստոցները։ Հիմա ես ցանկանում եմ, ասենց ասած, ու որ մեր մյուս այս շրջանակներում հանդիպումը կլինի երևի մի տարի հետո, ու դու կարողանաս զարգացնես նաև B2C սեկտորը քո մոտ, որովհետև այդ քեզ կօգնի ել ավելի շահաբերությունդ մեծացնելու, որովհետև B2C սեկտորը շատ ավելի պահանջկոտ է իրականում, բայց շատ ավելի վճարունակ է։ Իսկ առհասարակ եթե նայենք, շատ խորը վերլուծություն արել ենք ու դուրս է եկել, որ եթե համեմատական տանես արտադրական process-ների խնդիրների, աշխատակազմի մեծության, հիմա օրինակ քո գործարանում քանի հոգի է աշխատում, քո հանքում քանի հոգի է աշխատում։ Տարբերությունը շատ մեծ է, գլխացավանքն էլ է շատ տարբեր, հա։ Այդ ամեն ինչը հաշվի առած հանքը միշտ ավելի շահաբեր է ու մեր պարագայում մենք պահում ենք եւ մեր արտադրությունը եւ նաեւ վաճառք ենք իրականացնում, որ մարդիկ կարողանան արտադրողները տանեն իրենց արտադրություններում էլ կտրեն, դե ոչ բոլորին է հնարավորություն տրվում կամ ոչ բոլորը կարան հանքշահագործմամբ զբաղվեն ու ունենք շատ մեծ кейսեր, մեծ ներդրումներով, մեծ կազմակերպությունների կողմից, ովքեր այսօր ոլորտը փոխ դու բանից IT-ից AI-ից եկել ես քարարտադրություն, մենք ունեցել ենք կազմակերպություն, որ քարարտադրության մեջ շատ մեծ ներդրումներ անելուց հետո տեղափոխվել են IT։ Դրա համար ավելի լավ է ամեն մեկը իր գործով զբաղվի։ Ես այդ կարծիքին եմ։ Ինչա քեզ տալիս քարարտադրողների միությունը այգ։ Այսինքն ամենակարևորը փորձի փոխանակում կապեր, որովհետև նամանավանդ նոր կազմակերպություն է, որովհետև դու շատ բանի ծանոթ ես, այդ մարդիկ այդ ճանապարհը անցել են։ Կներես սկսած թե ոնց պիտի ուպակովկա անես, երբ որ արտերկիր ես ուղարկում, անդադ կամ քեզ կամ համոյին եմ զանգարել, Ամստոնի կամ ինչ որ հաստոց գնելուց կամ ինչ որ մեծ գնումներ անելուց, նույն կապերի տեսանկյունից նաև ընդհանուր վաճառքի ներկայանալ ենք մենք հիմա տարբեր շուկաներում, բայց մենք ուղիղ վաճառք չենք իրականացնում, դա մեզ օգնում են անել։ Նույն էքսպոներ են լինելու հիմա Իտալիայում, մինչև այդ Ռուսաստանում, մեր ցավոք մենք Ռուսաստան այս անգամ չկարողացանք գնանք, բայց Ռուսաստանը ես քեզ ասեմ, այս անգամ ոչ մեկս չկարողացան գնալ, որովհետև անգամ այդ տարածքը բան կահավորած էր, սաղ պատրաստել, դրանից 2 օր առաջ շատ մեծ միջադեպ եղավ այդ հայտնի բանի վերաբերյալ ռուս-ուկրաինական, ստիպված եղանք քենսել անենք գնալը ու որոշեցինք, որ ավելի լավ է ոնց որ չմասնակցենք, ճիշտ է, այնտեղ չթողեցինք դատարկ մնա, մեր Մոսկվայի գրասենյակի ժողովրդին տարանք այնտեղ, հյուրասիրեցինք հայկական կոնյակով, շոկոլադով, ոնց որ պետք էր, բայց մեր դեմքով, արտադրողների դեմքով որոշեցինք ավելի լավ է չներկայանանք, ռիսկը մեծ էր։ Իսկ հիմա գնում ենք Իտալիա, Սաուդյան Արաբիա, արդեն եթե ճիշտ գիտեմ թվերը, այս բան կարամ սխալվեմ, մի քանի ընկերություններ գրանցվել են,
հրավերները ստացել են վիզայի աջակցության, հիմա արդեն վիզայի գործընթացում ենք, որ սեպտեմբերին գնալու ենք Իտալիա մասնակցելու մարմոմակ 2026-ին։ Ընտիրակ, փորձենք մենք էլ գնանք, մենք ենք ուզում գնանք, մենք ուզում ենք անպայման Չինաստան գնանք, տեսնենք այդ նամանավանդ հաստոցների տեսանկյունից թե աշխարհում ինչ է կատարվում, ավելի էֆեկտիվ, որպեսզի այդ հումքը օգտագործենք, այդ քո ասած հատուկ պարաններով, որ կտրվում է տրոսներով նոր տեխնոլոգիաները, տեսնենք ինչ կարելի է անել, որպեսզի լավագույն պրոդուկցիա կարողանանք արտահանենք։ Այդ արդեն եկող տարի։ Ու ընդհանրապես նաև մարդկանց հետ լինել, ովքեր որ նույն նպատակներ ունեն, նույն խնդիրների հետ են բախվում, ներկայանալ միասնական ինչ-որ կազմակերպությունով շատ ավելի հարմար է։ Ես օրինակ Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբում եմ, UAT-ի անդամ եմ այլ ընկերությունում, ԱՏՑՄ-ի, այդ օգնում է, որովհետև նամանավանդ պետական այրերի հետ խոսելիս խնդիրները ներկայացնելու ժամանակ, երբ որ քո մեջքի հետևը կանգնած ես ոչ թե մենակ դու քո խնդրով, բայց նաև կան մեծ գործարարներ, որոնք որ տարբեր կազմակերպություններ են ներկայացնում, շատ ավելի հեշտ է քեզ լսելի դարձնելը։ Վերջի հարցը։ Այս հարցը բոլորին եմ տալի, բայց քո համար պատրաստված հարցը ավելի հատկանշական է, լինելով AI բնագավառում նաև։ Հիմա վերջ այդ AI-ը լավ բան է, թե վատ բան է։ Ну գլոբալ ինքը լավ բան է, Սիվոն, ոչ հիմա դանակը լավ բան է, թե վատ բան է, կարաս մարդ սպանես, կարաս ինչ-որ լավ կերակուր սարքես։ Դա ինստրումենտ է, պետք է ճիշտ իրան օգտագործել, ճիշտ մարդկանց ձեռքում լինի, նաև պետք է լինեն AI police, որ չթողի վատ բաներ անեն, այսինքն մոդելները պետք է կառավարվեն, ու մեծ մենք Հայաստանում գիտես ինչ ավելի շատ դրա օգտագործողն ենք ցավոք սրտի, որտեվ իր ստեղծել է այդ մոդելների նեյրոցանցերի ահռելի մեծ գումարները ու աշխարհում 1, 2, մաքսիմում 3 երկիր կա, որ իր սեփական ինչ-որ մոդելները ունի։ Նենց որ մենք պետք է կարողանանք մյուս layer-ում այդ մոդելների հետո նենց application-ներ սարքենք, որ մեզ ավելի օպտիմալ կսարքի։ Օրինակ մենք հիմա երբ որ offer ենք անում ինչ-որ մի հաճախորդի, էլ ձեռքով չեն անում, գրում են մոտավորապես ինչը ավտոմատ ինքը գեներացում տալիս է։ Ինքը պրիմիտիվ ռոդի բան է, բայց շատ ժամանակ է խնայում։ Ну, չգիտեմ, ստանդարտ շաբլոնային պայմանագրեր իմաստ չունի ձեռով ամեն ինչ լրացնել, ինչ-որ details-ները ուղարկում ես, ինքը ավտոմատ անում տես, բայց ինքը ոնց որ ավելի շատ copilot օգնող բան է, ոչ թե բուն արտադրողական process-ի հետ կապված։ Ես համոզված եմ, որ նույն AI-ը օգտագործվում է մեծ հաստոցների մեջ, որպեսզի ինչ-որ 3D մոդելներ ստեղծել եւ այլն, բայց ես իրան վերաբերվում եմ կոնկրետ որպես ինստրումենտի։ Եթե այդ պայծրությամբ քեզ պետքա չակուճ, դու չակուճ ես օգտագործում, եթե պետքա լանցետ ես օգտագործում։ Նույն բանն էլ AI-ն է, ուղղակի պետք է հետ չմնալ, անընդհատ up to date մնաս, սովորես, հասկանաս, որ հետ չմնաս, որովհետեւ ով որ լավ կիրառի այդ գործիքը, շատ ավելի մրցունակ լինելու համեմատ նրանց, ով որ ասենք հին տեխնոլոգիաներով է աշխատում, այդքան բան։ Վերջին 1-2 ամսվա տարածված քննարկվող թեման AI-ի շրջանակում ChatGPT թե Claude։ Ես երկուսից օգտվում եմ, ճիշտ ասած, մեկ-մեկ իրար եմ իրանց կրվածնում եմ, ասում ես ինգերը sense բան է ասել, դու ինչ կարծիք ունես դրա մասին։ Ինձ օգնում է, որովհետև չի կարելի մեկին էլի, նույն գրոկի կարաս հարցնես, որովհետև մոդելները տարբեր են, կան, ասենք, վրապներ, որոնք որ 3-4 մոդել իրար են կպցրել, նույն հարցի շուրջ 3-4 մոդելից ինֆո են հավաքում, հետո նոր ինֆորմացիա տալիս։ Այս Vegas-ի Expo-ին որ գնացել էինք, մոտավորապես 80% բաների, պրոդուկտների դա վրապներ են, այսինքն Grok-ի, Gemini-ի, OpenAI-ի աբալոչկային իրանցից վերցրած ինչ որ product են սարքել իրանցի ման վրա ու վաճառում էին, բավականին հետաքրքիր թեմա է ու agentic AI-ն է բոլոր տեղերը գնում։ Հա, մեր մոտ էլ հիմա ուղղակի մենք այդքան մեծ չենք, որ agentic-ը օգտագործենք, մեծ մասշտաբի վրա է էֆեկտ տալիս, բայց մնացած tool-երը, որ ավտոմատիզացնում են process-ները, անպայման պետք է կիրառել։ Փորձել ես արտադրության պլանավորման մեջ օգտագործես։ Դեռ ոչ, գիտես ինչ, որտեվ AI-ը որ դու կիրառում ես, եթե որ ասում է մինչև AI դու չես իրան դզում, ինչ ունես, եթե լավ է մուլտիպլիկացվում է լավը, եթե վատ ունես, վատն է մուլտիպլիկացվում։ Դրա համար մինչև AI-ի հասնելը դու պետք է իրան ճիշտ դասավորես, կառուցես, հետո որ AI-ով ոնց որ վատը չվատացնես, լավ վատը չվատացնես, որովհետև լիքը վատ բան
AI-ի միջոցով դու ավելի ես մասշտաբավորելու։ Հələ մենք այն ենթադրում ենք, որ մենք ակտիվ աճի ժամանակն է, էլի մենք մի կողմից նոր ինվեստիցիա ենք անում, նոր հասարակ ագրեսիվ վաճառքների ժամանակն է։ Հայկ ջան, շնորհակալ եմ, որ հատկացրեցի ժամանակ, եկար, ահագին լավ զրուցեցինք։ Հուսով եմ ել ավելի մեծ հաջողությունների կհասնի այնի թափը ու կունենանք մի կազմակերպություն միջազգայինորեն ներկայացված, որ կառաջ խաղացնի մեր քարարտադրողների միության հիմնական նպատակը տուֆի տեսանկյունից, որը մենք բոլորս գիտենք, այդ հայկական քարը միջազգային շուկաներում որպես բրենդ ներկայացնելն է ու շատ ուրախ եմ, որ քո նման գործընկեր ունեմ միության շրջանակներում։ Շնորհակալ եմ, որ եկար։ Մերսի շատ հրավերի համար։